Ինչու ենք podcast անում։ Ես ի սկզբանե դեմ էի podcast-ին։ Ավինյանը հարցաքնվել է, Ավինյանը կար Անիֆի գործի մեջ։ Մի պաշտոնյայի հետ ոչ հրապարակային հանդիպումից հետո դա առաջացավ։ Անիֆը ինչ էր, ում գաղափարն էր։ Ինքը վատ գաղափար չէր, ամեն ինչ փշացրին արդեն ի սկզբանե։ Ես այն եզրակացությանը եկա, որ այս ամեն ինչի հիմքում նախկին նախագահ Արմեն Սարգսյանն էր։ Դավիթ Փափազյանը առնչություն ուներ։ Քավորն էր Արմեն Խավոր Սարգսյանը։ Սանիկական, ասում են, որ Խավոր Սանիկական հարաբերություն։ Ամենասկանդալային պատմություններից մեկի մասին, CFW-ի մասին։ Դա գործը քննացնելու եղանակներից մեկն էր։ Դնել մի հոգու վրա ու ձգձգել։ Չեմ կարծում քաղաքական որոշում պիտի կայացվի։ Քրեական գործում ներգրավում ենք փոխվարչապետին, թե չենք ներգրավում։ Որտեւ առանց իր ներգրավմամբ այս գործը Հա, դա ամենակարևոր հարցն է։ Բարև ձեզ, մենք այսօր սկսում ենք հետքի առաջին ոդքասթը, մեր զրույցը կընթանա Անիֆի մասին, մենք այստեղ տաղավարում ենք հետքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ, հետքի լրագրողներից Վահե Սարուխանյանի, ով նաև փաստերի ստուգման մեր թիմի ղեկավարն է, եւ ես հետքի լրագրող Տիրայր Մուրադյան։ Մենք, ինչպես ասացի, Անիֆից կխոսենք, բայց կուզեի, որ նախ պատմենք, թե ընդհանրապես ինչու ենք podcast անում, պարոն Բաղդասարյան։ Այդ հարցը ճիշտ ասած ես եմ ուզում տալ, ինչու ենք podcast անում։ Մենք շատ երկար քննարկեցինք, ես ի սկզբանե դեմ էի podcast-ին, որովհետև այնքան շատ են podcast-երը, միշտ մտածում էի, լավ, ո՞վ պիտի լսի, ինչ պետք է ասենք, որ հետաքրքիր լինի մարդկանց։ Բայց քանի որ բանը, այսպես ասած, հանրային ճնշումը մեծ էր, ես համաձայնվեցի, որ անենք այս podcast-ը եւ փորձենք ավելի հետաքրքիր դարձնել մեր այն հոդվածները, որոնք քիչ են, մեր այն հետաքննությունները, որոնք քիչ են կարդում կամ քիչ են դիտում։ Քննարկումների ժամանակ ասում եք եկեք մանրամասներ, ինչ որ բաներ պատմենք, որոնք հոդվածում չի լինում, դուրս է մնում ընդհանրապես, որպես կանոն հետաքննությունների մեջ երևի մեր ուսումնասիրած նյութերից մի 20%-ն է մտնում, մնացածը մնում է մեր դարակներում, մեր գլուխներում, չգիտեմ, թղթերի մեջ մեր պահած եւ ինչպես դեռնից ոմանք ասում էին, որ հենց այդ մասին խոսենք եւ խոսենք, թե ինչպես ենք անում այդ հետաքննությունները։ Հիմա այսօր կփորձենք մի քանի օրինակներով բացատրել։ Այսքան։ Ասում են, որ մեր հոդվածները բարդ ենք գրում։ Այդ կա բարդ ենք գրում, մարդիկ այդ հետո որ շատ երկար առնում չեն կարդում, այդ խնդիրը կա, բայց դա մենակ մերը չի, որովհետև այդ ամբողջ աշխարհի մեր այդ թիմերը հետաքննական անընդհատ այդ խնդիրը ունեն, անընդհատ ինչ որ բաներ են մտածում, սոցիալական ցանցերում էջեր են բացում, երիտասարդների են ընդունում, պատմելու ձևերն են փոխում, դա ինչ որ չափով դիտելիությունը կամ ընթերցողների թիվը ավելացել է, բայց մեկը հետաքննությունները բարդ են, մարդիկ այդքան ժամանակ չունեն երկար կարդալու, այդքան դիտելու, ուզում են կարճ վիդեոներ նայեն, մի խոսքով սոցիալական հարթակները դժվարացրել է մեր կյանքը իրականում եւ մենք պետք է հարմարվենք դրան եւ փորձենք ավելի շատ մարդկանց ներկայացնենք, բայց անընդհատ ասում են, որ լսում են, որ բարդ են գրում, տեքստերը բարդ է, չեն կարողանում հասկանալ երբեմն։ Հա, ինչ ես բարդ գրում։ Բայց ծուղի հարցնում եմ։ Նայեք, ես էլ եմ լսել այդ գնահատականները, որ տեքստերը long read են, բայց իրականում հետքի մի կորիզ կա, ընթերցողների կորիզ կա, որ իրականում իրանք long read կարդացող են, այսինքն հետքը արդեն 20 տարուց ավել կա ու հետքի ընթերցողներ են, հին ընթերցողները, գիտեն, որ հետքը long read գրող լրատվամիջոց է ու ինքը իր առաջի բրենդը հենց հետաքննություններն են, տեքստային հետաքննությունները, դա հիմա այս վերջի տարիներին նաև մուլտիմեդիա են անում, բայց ամբողջ խնդիրն է, որ
այն մարդիկ, ովքեր մեզ վաղուց են կարդում, գիտեն, որ հետքում եթե իրենք բացեն հետաքննություն, դա հիմնականում պիտի երկար նյութ լինի։ Այո, բնական է, որ վերջի տարիներին մարդկանց ժամանակը սկսել է քչանալ, կրճատվել, այսինքն մարդիկ անդադ վազքի մեջ են, այստեղից այնտեղ են շտապում, գործերը չեն հասցնում ու իրենք ուզում են, որ այդ հետաքննությունը մարսեն, բայց ավելի հեշտ եղանակով podcast-ը ըստ էության ամենահեշտ ճանապարհն է այդ առումով, այսինքն ճանապարհին դու կարող ես մեքենա վարել ու ընթացքում նաև այս հաղորդումը լսել ինչ որ հետաքննության մասին ավելի հեշտ, ավելի բացատրելի հենց հեղինակների կողմից։ Լավ, ես թվում է առաջինը, որ եթեր գնա, հետո կոմենտներում կտեսնենք։ Իրոք այս podcast-ով կարող ենք լավ բացատրենք, թե ինչ ենք գրել կամ պարզ կարողանում ենք խոսել, թե չէ։ Հուսանք։ Հետո մի ուրիշ բան էլ կա, նաև որ տենց մտածել է տալիս այսպես կոչված, որ չգիտեմ, ասենք այս վիճակում երբ որ բազմաթիվ խնդիրներ կան Հայաստանում, մենք նստում ենք եւ սկսում ենք խոսել ինչ որ հետաքննության մասին, որը ավելի փոքր նշանակություն ունի, քան գլոբալ այդ խնդիրները, նաև դրա համար եմ ասում, արժի նստել խոսել այդ մասին, երբ որ ցանկություն չունես խոսելու, չգիտեմ։ Լավ, բայց եկեք չծանրացնենք, էլի, ավելի չծանրացնենք մեր վիճակը։ Ես առաջարկում գանք Անիֆի մասին հետքը բազմաթիվ հոդվածներ է գրել հետաքննական, դրանցում մեծամասնություն են քո հոդվածները, եւ բայց կուզեի ուղղակի մի հատ գանք ընդհանրապես այս Անիֆը ինչ էր, ում գաղափարներ, մենք գիտենք, որ պետական ոնց էր կոչվում, այստեղ գրել եմ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ։ Սա 19 թվականին ստեղծվեց, այդ ժամանակ մթնոլորտը նաև հիշենք նորեր իշխանությունը ձևավորվել, չէ՞, մի տարի էր, որ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի թիմը այսպես Հայաստանում իշխանությունն էր եւ որոշեցին, որ տնտեսությունը ակտիվացնելու համար մի ինչ-որ հիմնադրամ սարքեն։ Մենք գիտենք, այս գաղափարը ումն է եղել։ Գաղափարը եղել է կառավարությանը, Նիկոլ Փաշինյանի թիմինը, երբ որ Անիֆը հիմնադրվեց ինքը կառավարության 2019 թվականի ապրիլի կարծեմ, ապրիլյան որոշում էր, այսինքն գարնանն է եղել, ապրիլ կամ մայիս, պիտի որ ապրիլ լիներ, թե մայիս, լավ չեմ հիշում, բայց այդ ժամանակ դեռ կորոնան չկար, այսինքն 19 գարնանը չկար։ Երբ որ 19-ի վերջում արդեն այդ կորոնայի համավարակը սկսվեց, Անիֆի պրոֆիլը շատ արագ փոխվեց ու որոշվեց, որ Անիֆի դուստր ձեռնարկությունը, ձեռնարկատեր պլյուս պետություն հակաճգնաժամային ներդրումներ ֆոնդ էին սարքել։ Այդ ֆոնդը պետք է ներդրումներ կատարեր կորոնավիրուսի բերած դժվարությունները հաղթահարելու համար։ Մեղմ էր տնտեսական։ Հա, այդ դժվարությունները մեղմ էր։ Բայց ընդհանրապես հենց ինքը Անիֆը այդ ֆոնդից դուրս ինքը եւս տարբեր ներդրումներ ա կատարել, նույն հիշում եք երևի Fly Arna ավիաընկերությունը, որը հետագայում սնանկացավ, հիմա լուծարման գործընթացում է, Անիֆը այստեղ բաժնետեր է։ Անիֆը նաեւ բաժնետեր էր Mazda-ում, այդ արևային էլեկտրակայաններում, հա, որը այդպես էլ իրականություն չդարձավ մինչև այս հողը տվեցին, չէ՞, կարծեմ հետո հետ Թալին խոշորացված համայնքում խնդիր կար այդտեղ, հետո Անիֆի բոլոր բաժնեմասերը, այս պահին Անիֆը արդեն պաշտոնապես լուծարման մեջ է, ու Անիֆի բոլոր բաժնետոմսերը բոլոր ընկերություններում կլինի ֆոնդի կառավարիչ ընկերությունը, կլինի Fly Arna-ն, կլինի մյուսները, Mazda-ը եւ այլն, իրենք տվեցին պետգույքի կառավարման կոմիտեին կամ էլ Mazda-ի պարագայում էկոնոմիկայի նախարարությանը։ Այսինքն Անիֆից ամբողջը վերցրեցին, բայց Անիֆում այդ անկումը սկսվեց լրիվ ուրիշ թեմաներով, որովհետև դե Անիֆի կառավարման տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն էր, որը այն ժամանակ 19 թվականին փոխվարչապետն էր։ Ու տրամաբանական էր եւ օրենքին համապատասխանում էր այն, որ փոխվարչապետը լինի պետական ընկերության, տնտեսությանը աջակցելու կոչված ընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ Բայց երբ որ Տիգրան Ավինյանը 21 թվականից հետո ինքը արդեն կառավարությունում չէր արտահերթ ընտրություններից հետո, երբ որ ինքը 22 թվականին գնաց քաղաքապետարան, դարձավ փոխքաղաքապետ,
այդտեղ կոնֆլիկտ առաջացավ ու առաջին դրա մասին խոսեցին լրագրողները։ Թե ով կառավարի այս ֆոնդը։ Չէ, շատ կարևոր է որ լրագրողները մի հարց բարձրացրեցին, որ Երևանի քաղաքապետը ի պաշտոնե չի կարող լինել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ։ Անհամատեղելիություններ պաշտոնի, բացի դրանից քաղաքապետարանը ոչ մի կապ չուներ ԱՆԻՖ-ի հետ։ Բայց ԱՆԻՖ-ը պնդում էր, որ ծրագրեր ունեն քաղաքապետանի հետ կապված, դրա համար տրամաբանական է եւ օրենքին համապատասխանում է։ Այս հրապարակումները լրագրողների դարձան ուսումնասիրության առարկա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, բայց ոնց դարձան կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ինչ որ բան գտավ եւ վարույթ հարուցեց, մտածելով, որ հիմք կա, լրագրողները ճիշտ են խոսում։ Բայց մի հատ ընդհատեմ, էլի միջև գանք այս անհամատեղելիության հարցերին, էլի։ Մի հատ բան ավելացնեմ, էլի այդ բանի ակունքներում ով է կանգնած։ Լավ հարցեր։ Բնականաբար այս փուլում, այդ մեր ուսումնասիրության փուլում մի քանի ոչ հրապարակային հանդիպումներ ունեցա եւ ծանոթացանք ինչ-որ փաստաթղթերի, ես այն եզրակացությանը եկա, որ այս ամեն ինչի հիմքում բան էր, նախկին նախագահ Արմեն Սարգսյանն էր, հետո նաեւ իր արաբական շրջագայություններից, որովհետեւ այդ ծրագրերի մի մասը կապված էր հենց էմիրությունների հետ, երկու ծրագիր ոնց է։ Մաստարն ու ֆլայարնը։ Հա, եւ ասեցին այդ գաղափարը ընդհանրապես հիմնադրամի Իրանն է, այսինքն տենց կարծիքներ եմ լսել եւ կարծում եմ, որ դրա մեջ իրականություն կա։ Այդտեղ մի հատ որ զարգացնենք էլի այս ձեր ասածը, պարոն Բաղդասարյան, ԱՆԻՖ-ի տնօրենը Փափազյանն է։ Դավիթ Փափազյանն էր։ Դավիթ Փափազյանը առնչություն ուներ Արմեն Սարգսյանի հետ։ Հա, քավորն էր Արմեն Սարգսյան։ Ասում են, որ քավոր-սանիկական հարաբերություն էր։ Բայց ի սկզբանե էր Դավիթ Փափազյանը ԱՆԻՖ-ում։ Հա, 19 թվականից։ Առաջին օրվանից։ Հա, ինքը նաև Ավինյանի ընկերական շրջապատի մարդ է։ Եվ նաև որ ԱՆԻՖ-ի առաջի ծրագրերը եղել է այդ համատեղ ավիաընկերությունը ու այդ արևային էներգիայի այդ կայանների գործը։ Գլխավոր առաջին երկու մեծ բանը դրանք են, չէ՞ եղել։ Հետագայում է որ արդեն ոնց որ անուղակի ձևով ԱՆԻՖ-ը այդ պետություն պլյուս ձեռնարկատեր կազմակերպության միջոցով ներդրումներ սկսել անել, ներգրավել այլ բիզնեսների մեջ։ Առաջի երկու խոշորները բանն էր, Fly Arnan էր, Mazda-ը դե հայտարարեց որ ամենախոշորը պիտի լինի, բայց հող ձեռք բերելու փուլում այդ դժվարությունները որ առաջացան, հետո եկավ ԱՆԻՖ-ի խնդիրները, տենց էլ իրականություն։ Այդ ժամանակ եթե հիշում եք, իրականում դրանք լավ գովազդվող անընդհատ նյութեր էին անում դրա մասին։ Որպես ազգային փոխադրող, հա, ազգային փոխադրող, արևային էներգիա, տենց լավ թեմաներ էր, անընդհատ նյութեր էին անում։ Դե Mazda-ի արաբական կողմը հենց Mazda-ն էր Էմիրատներից, իսկ Fly Arnan-ի արաբական հիմնադիրը Air Arabia-ն էր, շարժայի, հա։ Բայց հիմա մենք գետնի վրա ունենք, որ այս երկու, այսպես ասած, խոշորամասշտաբ ծրագրերը փաստացի տապալված են։ Կարանք ասենք, դե Fly Arnan արդեն լուծարվելու է, հաստատ է դա, սնանկությունը հայտարարվել է, սնանկ է ճանաչվել լուծարման գործընթացում։ Mazda-ի բաժնետոմսերն էլ Mazda Armenia-ի 18% էր, կարծեմ, 10 քանի, 20-ի չի հասնում, տվեցին էկոնոմիկայի նախարարությանը, բայց համագործակցություն ըստ էության հողի վրա էս պահին որպես այդպեսին չկա։ Հետագայում այս ԱՆԻՖ-ը արդեն ստեղծեց այդ իր մյուս կազմակերպությունը, դուստր ձեռնարկությունը, որի միջոցով արդեն ուղիղ ներդրումներ, այսպես ասած, սկսեցին պետական բյուջեի միջոցներից հոսել մասնավոր կազմակերպություններ։ Նախ միջև այստեղ դետալացված խոսակցության գալը, կուզեի դուք ասեք, արդյոք նորմալ է, որ պետությունը մասնավորի հետ բիզնես է անում։ Պետությունը սովորաբար պետք է խաղի կանոնը թելադրի եւ մասնավորներն աշխատեն։ Ընդհանրապես այս պետության մասնակցությունը, սենց ուղիղ։ Ինձ թվում է հաշվի առնելով կորոնավիրուսի իրավիճակը, որ ամբողջ երկիրը տոտալ կոլապսի մեջ էր, ոչ միայն Հայաստանը, այլև ընդհանրապես համաշխարհային մակարդակով որ նայում ենք, բոլոր երկրները խնդրի առաջ էին կանգնած եւ ուղղակի տնտեսությունները կանգնած էին տարբեր երկրներում, երևի բոլոր երկրներում։ Այս պարագայում կառավարության միջամտությունը կարելի է տրամաբանական համարել, բայց հետագայում ամեն ինչ գնաց դեգրադացիայի։ Դա իմ գնահատականն է, որովհետեւ երբ որ մենք տեսնում ենք թե պետությունը ինչի մեջ էր փող դնում,
ուղղակի լիքը հարցեր են առաջանում եւ շատ հեռու չգնանք կոնկրետ օրինակ բերենք, որից հետո պետությունը, կառավարությունը որոշեց ըստ էության փոխել քաղաքականությունը։ Hard Rock կաֆեի մասին է խոսք, որ մարդիկ այսին ինչի պիտի կորոնավիրուսի հետևանքները վերացնելու կոչված ֆոնդը դնի ժամանցի վայրի մեջ եւ ոչ թե ավելի լուրջ բիզնեսի, հա։ Այսինքն արտադրություն, հա, Բնականաբար։ Ու դրանից հետո կառավարությունը էկոնոմիկայի նախարարությանն էր անիֆը ենթարկվում, իր բաժնետոմսերը մցրեցին վարչապետի աշխատակազմ, այսինքն վարչապետի աշխատակազմը դարձավ բաժնետոմսերի կառավարողը, բաժնետոմսերի տերը։ Հիմա կգանք էլի այդ կառավարման արդյունավետության հարցին, բայց մենք նաև գիտենք մի փոքր շեղեմ այս անիֆից, մենք Հայաստանի կառավարությունը նաև մասնակցություն ունի այլ ընկերություններում եւ կառավարությունը 18 թվականից հետո սկսել է ինչ որ այդպիսի քաղաքականություն վարել։ Դա նորմալ է շուկայական տնտեսության մեջ։ Իմ կարծիքով այդ փուլում իրականում որ հետո քննարկումներում էլ բան արեցինք, այնց լսում էի անընդհատ կարծիքներ, իմ կարծիքով այդ փուլում ինքը վատ գաղափար չէր։ Տնտեսության զարգացման ներդրումներ ներգրավելու ծրագիր էր, Հայաստանն էլ պետք էր ներդրումներ, որտեղ առանձնապես ներդրումներ չունենք։ Եվ այդ փուլում կարծում եմ իսկապես արժեր այդ ծրագիրը անել, բայց դե լրիվ գնաց լրիվ ուրիշ ճանապարհով։ Արդեն ընկերություններ հայտնվեցին, որոնք կապեր ունեն այս կամ այն պաշտոնյայի հետ, այդ ծրագրերն էլ արդեն դարձան բանը։ Իրանց հետ կապեր ունեցող մարդկանց ընկերություններ, այսինքն ամեն ինչ փչացրին արդեն ի սկզբանե։ Այս ընկերությունների ընտրությունը օրինակ ոնց են ընտրվել այս ընկերությունները։ Դա թափանցիկ է, որտեղ որ ներդրում է կատարվել։ Գոյ անիֆ ուներ ներդրումային կոմիտե, այդ ներդրումային կոմիտեն էր որոշում, թե որտեղ արժի փող ներդնել, բայց այդ ներդրումային կոմիտեում մարդիկ էին, որոնք այն բանից հետո, երբ որ Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ ու տնօրենների խորհրդի նախագահ պաշտոնը թողեց, Փափազյան Դավիթին էլ ազատեցին, տնօրենների նոր խորհուրդը։ Դրանից հետո տնօրենների խորհրդի անդամները եւ ներդրումային կոմիտեի արտասահմանցի անդամները դուրս եկան։ Սա ըստ էության նշանակում էր, ճիշտ է, նախկին խորհրդի անդամները Փափազյան Դավիթի, Տիգրան Ավինյանի կողմնակիցներն ասում են, որ սա նորերի այդ եկած նոր ղեկավարության ապաշնորհության պատճառով էր, կարելի այսպես ձևակերպել, բայց ինչի հակառակ կողմից հարցը չտանք։ Արդյոք նրանք փոխկապակցված չէին Ավինյանի թիմին, արդյոք այս կասկածը չի առաջանում։ Բնականաբար առաջանում, օրինակ Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը կար, որը շատ կարճ ժամանակով տնօրենների խորհրդի նախագահ էր Ավինյանից հետո, երբ որ Ավինյանին ու Փափազյանին հարաժեշտ տվեց անիֆը, ինքը դուրս եկավ այդ գործից։ Դուրս եկավ նաև ներդրումային կոմիտեի ղեկավարը, որ էլի արտասահմանցի էր, անդադ գովազդում էին, որ շատ մեծ բիզնես փորձ ունեն իրանց մեջքին, օքեյ, ունեն, բայց արդյոք երբ որ մենք դիտարկում ենք, թե որտեղ էր անիֆը փող դնում եւ անիֆին ենթակա այդ ֆոնդը փող դնում, այստեղ լիքը կասկածներ առաջանում, արդյոք մի օղակի մեջ չէին այդ մարդիկ։ Արի ցանկը բացենք։ Մի հատ բան էլ ասեմ, էլի, այդ իրականում այդ խորհուրդը, չէ, խորհրդի անդամների մեջ կար մեկը իտալացի էր ոնց որ, որոնք նաև ինչ որ ոչ վատ պատմությունների մեջ օֆշորներում ինչ որ պատմությունների մեջ կար, եւ ես զարմանում եմ, թե դրան ոնց են բերել, ասենք, դրանք այդ պատմությունները գիտեին։ Եվ մյուս բանը, որ օրինակ այդ ավիաընկերության պատմության մեջ ինչ որ փաստաթղթերի ծանոթացա, երբ որ մեր կառավարությունը ինչ որ բաներ էր խոստացել այդ ընկերությանը, ու հետո չեն կատարել, կառավարությունը չի կատարել, այսինքն, բայց նույնիսկ այդ խոստացածները հակամրցակցային դաշտ պետք է ստեղծեր, ես չգիտեմ այդ հանդիպումներում այդ ավիաընկերության մի աշխատակցի հետ է հանդիպել, նա էր պատմում, որ հենց վարչապետի հանդիպման ժամանակ ա եղել այդ պայմանավորվածությունները եւ այդ պայմանավորվածությունների խախտումը շատ մեծ կոնֆլիկտի էր բերել արդեն ընկերության եւ մեր պաշտոնյաների միջեւ։ Դե իրանք թուղթել էին կազմել, մի քանի էջանոց թուղթ էին կազմել, որ դուք SSS բաներն եք խոստացել, անցել է 2-3 տարի, այս իրավիճակն է, ինչի չեք կատարել ձեր խոստումները։ Այդ թուղթի մասին մենք գրեցինք,
ու կառավարությունը առանձնապես ոչ մի արձագանք չտվեց, օրինակ քաղաքացիայի կոմիտեում չգիտեին, որ նման խոստումներ են նախկինում եղել, որովհետև իրականում քաղաքացիայի կոմիտեն չէր, որ այդ պայմանավորությունը ձեռք էր բերել։ Ձեռք էին բերել կառավարությունում եւ ավելի բարձր շրջանակներում։ Այդ դեպքում հիմա մի հատ գամ ամենասկզբին։ Մեզ ընդհանրապես անիֆը ինչի հետաքրքրեց։ Ինչեր է մեր մոտ կասկածներ առաջացրեց։ Թեման որտեղից առաջացավ։ Իրենց համար աշխատում էին, էլի։ Ասեմ, որ մի պաշտոնյայի հետ ոչ հրապարակային հանդիպումից հետո դա առաջացավ, նախարարություններից մեկում աշխատող, այսինքն եկանում եք այն նախարարությունում աշխատող պաշտոնյա էր, այդ թեմայով տենց զրուցեցինք եւ ինքը անհանգստացած էր, որ այդ ծրագիրը շուտով բանա պայթելու է։ Ուտեից սկսեցինք զբաղվել։ Իսկ իր մոտ ինչի էր տենց տպավորություն առաջացել։ Ինքը ներսից այդ խոսակցություններին ծանոթ էր, գիտեր, այսինքն գիտեր ինչ իրավիճակ է ստեղծվել, մի ծրագրի հետ կապված հատկապես, եւ ինքը ասում է, որ շուտով սա պայթելու է այս ծրագիրը։ Ու տենց էլ եղավ որոշ ժամանակ հետո։ Հետո մենք սկսել ենք ուշադիր հետևել այս անիֆի գործունեությանը։ Իրականում օրինակ կներես, անիֆը կայք ուներ, Facebook-ում էջ ուներ, Թարապես անիֆը թափանցիկ էր, նկատի ունեմ ֆինանսավորումը, ֆինանսական հոսքերը, այդ տվյալները մենք հեշտ ենք ձեռք բերել։ Դե կառավարության որոշումներ կար, որոնք ցույց էին տալիս, թե կառավարությունը օրինակ որքան է պարտավորվել այդ ֆոնդին փող տա, ասենք ինքը փողը ներդրում էր ըստ այդմ փայեր էր ձեռք բերում ֆոնդում, հետո այդ ֆոնդը այդ գումարները սրսկում էր տարբեր ընկերությունում, 10 ընկերություն ա եղել, որտեղ այդ ֆոնդը գումարներ ա ներդրել։ Հետո հաշվետվություն դնում էին, թե ներդրվում արած ընկերությունը ոնց է աշխատում, եկամտաբերություն։ Ինչ որ Facebook-ում post-եր էին անում, որ օրինակ այսքան ենթադրենք բեռնափոխադրող ընկերությունը այսքան մեքենա է ձեռք բերել մեր ֆոնդի ներդրումների միջոցով։ Այստեղ սնկի արտադրության բիզնես է դրվել, չգիտեմ, այստեղ Hard Rock կաֆեն է բացվել, չգիտեմ, բանը շշի կափարիչների արտադրություն, խցանները բան են արտադրություն ենք սկսել եւ ամենա սկանդալային պատմություններից մեկի մասին առանձնապես կարծեմ post չի եղել Facebook-ում CFW-ի մասին, որը երկրորդ ամենախոշոր ներդրումն էր, առաջինը այդ խցանների արտադրությունն էր 1.6 միլիարդ, երկրորդը 1.5 միլիարդ էր, այդ CFW-ն էր, որը իսկական սկանդալ էր, էլի։ Հիմա մեզ նայող շատ մարդիկ չգիտեն, այդ ինչ է CFW-ն, վայ ինչ է։ CFW-ն ուրեմն հայ-ամերիկյան մի ընկերություն է, որի 49%-ի բաժնետերը անիֆն էր, այսինքն անիֆը չէ, անիֆի կառավարիչ ընկերության ֆոնդը։ Այդ ձեռնարկատեր պլյուս պետություն հակաճգնաժամային ներդրումներ ֆոնդը։ Ինքը այնտեղ գումար էր ներդրել 1.6 միլիարդ, դրա դիմաց ստացել էր 49% բաժնետոմս։ Մյուս 51%-ը պատկանում էր Ավինյանի թիմն ասում է ամերիկյան ընկերությանը, բայց երբ որ մեր լրագրող Արմեն Ղազան հարցում էր ուղարկել այսօրվա ղեկավարությանը անիֆին, Ավինյանից հետո եկած Ամերիկային քվարկել։ Դելավերի նահանգի չէ, ֆոնդի մասին է խոսքը։ Իրանք ասել էին, որ երկու ամերիկյան ընկերություններ, որոնք անունները հուշում են, որ հայկական են, Ararat Technologies եւ Hike Holdings։ Արի մի քիչ ենք բացում։ Ուրեմն, այս անիֆի դուստր ընկերությունը ներդրում է կատարել մի ընկերությունում, որը գրանցված էր Ամերիկայում։ Չէ, սենց անեն։ Ուրեմն ամերիկյան ընկերությունները եւ ֆոնդը հիմնում են մի ընկերություն, որը կոչվում է CFW։ Հայկական կողմը, անիֆի ֆոնդը, ունենում է 40%, ամերիկյան ընկերությունները, որոնք հայկական անուններով են, 51%։ Ինչի են հիմնում այս ընկերությունը։ Այս ընկերությունը հիմնում են կիբերանվտանգության մասնագետներ պատրաստելու համար, որոնք պիտի 44-օրյա պատերազմից հետո այս անվտանգային իրավիճակում եւ այլն դառնային կիբերանվտանգության ոլորտի ասեր, ոնց ընտիր մասնագետներ ու Հայաստանի Հանրապետության տարբեր պետական մարմինների, գլխավորապես պետական մարմինների դառնային աշխատողներ եւ այսինքն նոր սերունդ ձևավորվեր կիբերանվտանգության մասնագետների, հա։ Ինչ եղավ վերջում։ Վերջում Կարինե Անդրեասյանը, տնօրենը CFW-ի, ասեց, որ 10 հոգի էին, պլյուս մինուս 10 հոգի էին պատրաստել երիտասարդ, ասեցին, որ սրանցից մի քանի հոգին
ըստ ամերիկյան կողմի կիբերանվտանգության ոլորտի ас դառնալու հեռանկար ունեին, հա, պոտենցիալ ունեին, բայց այս երեխեք երիտասարդները հետո մտել են մասնավոր ոլորտ, որովհետև համագործակցությունը հայկական ու ամերիկյան կողմերի միջև դադարել է ուղղակի։ Իսկ մենք Հայաստանում ունենք կիբերանվտանգության մասնագետներ, իրանք ճանաչում էին իրանց։ Չէ, ոչ մեկը չեն ճանաչում ու մենք տենց այդքան փնտրելուց հետո ոչ մեկին չգտանք ընդհանրապես, որ տենց մասնագետ կա եւ աշխատում աստեղ։ Դրա ընդհանուր խոսակցություններ ա, որ չգիտեմ, այսքան դարել են, բայց ուրեն դրանք որևէ մեկին չկարողացանք, այսինքն ինչ որ մարդկանց գտանք, բայց աշխատում էին տարբեր տեղեր, որոնք կապ չունեին անվտանգության հետ։ Մասնավորում, Այս իսկականից ամենասկանդալային ծրագիրն է, որովհետև կարելի ասել 0 որևէ բան չկա, նույնիսկ համակարգիչները չկա։ Չգիտես դրանց օֆիսը որտեղ է, այդ մարդիկ ուր են, ինչ որ տեխնիկական միջոցներ ունեին, դրանք ուր են։ Բայց թղթերի վրա կա կազմակերպությունը։ Կազմակերպությունը կա։ Հիմա գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։ Կարենե Անդրեասյանը CFW-ի տնօրենը, Տիգրան Ավինյանի կնոջ ընկերն է եւ բիզնես գործընկերը։ Բայց Տիգրան Ավինյանը ասում էր, որ ես եւ կինս ընկերության հիմնադրման տարում ենք ծանոթացել այդ աղջկա հետ։ Իրականում դա այդպես չէր։ Դուք ստուգեցիք, չէ՞, հայտարարությունը։ Պարզեցինք, որ մի տարուց ավել իրանք գիտեին իրար, այսինքն եւ բիզնես էին անում եւ մարդկայինորեն ընկերներ էին ուղղակի այդ մարդիկ, այսինքն օթից ընկած մարդ չէր Կարենե Անդրեասյանը։ Մենք Հայաստանի կառավարությունը փող է ծախսել, այդ փողը Հայաստանի պետական բյուջեից, հարկերից հավաքած գումարները ներադրել այս ընկերությունում եւ նմանատիպ այլ ընկերություններում, որոնք որ սնանկացել են, որոնք որ փակվել են, որոնք չեն աշխատում։ Մի քանիսն էլ, բայց իհարկե աշխատում են։ Հիմա կա ինչ-որ հաշվարկ, թե Հայաստանը ընդհանրապես ինչ վնաս է կրել։ Հա, հաշվարկ կա, այսինքն այն առումով, որ անցյալ տարի կառավարությունը որոշեց այդ գումարները հետ վերցնի։ Այսինքն կառավարությունը, նաև ՊՎԾ-ն, պետական վերահսկողական ծառայությունը, այնտեղ ստուգումներ արել, իրականացրել էր, ստուգում է իրականացրել եւ հասկացել էր, որ գրեթե բոլոր ներդրումները ռիսկային են։ Ու կառավարությունը որոշել էր, որքան հնարավոր է արագ այդ ներդրումները հետ վերցնի, որովհետեւ հետո կարող է CFW-ի օրը ընկնեինք եւ ընկանք էլի։ Հիմա տեսեք, 6.6 միլիարդ դրամ ներդրվել է 10 ընկերություններում։ Կառավարությունը որոշել է իր փայերը ծախի այդ մասնավոր գործընկերներին, որոնք որ համասեփականատեր են։ Ու հետ գնում անեն, էլի։ Հա, հետ գնում կատարեն, բայց մի հատ կարևոր բան կա, ինչ շատ ճիշտ է։ Վերցնեն ոչ միայն բաժնետոմսի գումարը, այլև տոկոսները ամեն տարվա վրա հաշվարկել են 17% եկամտաբերություն։ Այսինքն չէ, որ եթե ես գումար եմ ներդրել, դու բիզնես ես արել, այսինքն լավ, մենք ենք բիզնես արել։ Դրած փողը գումարած դիվիդենդ է։ Շահույթ է ստացել, ամեն մեկի եկամտաբերությունը հաշվարկել էին տարեկան 17% ու վերջնարդյունքում 5 ընկերությունից, լավ, 4 ընկերությունից ստացել են 3.6 միլիարդ դրամը հետ են վերցրել։ Այստեղ մի հատ sense ցանկ եմ գրել, կուզեի ցանկի վրայով անցնեի, դու կարճ ասեիր, այստեղի ներդրման հետ կապված ինչ խնդիրներ ունենք։ Մի հատ կա 700 միլիոն դրամ Անիֆի հետ տնօրեն Դավիթ Փափազյանի ընկերությունում, մի հատ կա 1.5 միլիարդ դրամ Ավինյանի կնոջ ընկերությունում, այս որ խոսեցինք, այս կիբերանվտանգության, դե մի հատ առանձին 900 միլիոն դրամ Ավինյանի դասընկերոջ ջերմոցա, դա ջերմոցային տնտեսությունում, մի հոդված կար, որի հեղինակելի դու էիր, Անիֆի այդ անվտանգության բաժինը, որտեղ որ նախկին բարձրաստիճան իրավապահների հետ կապված մարդիկ էին հավաքվել եւ անհասկանալի թե ինչ էին անում, եթե Անիֆի շենքում կար անվտանգություն եւ այլն եւ այլն։ Անիֆը որտեղ որ գտնվում էր, էլի, չէ՞։ Մի հատ կա արդեն ուղիղ այդ արևային կայանների թեման, որը այդ ընկերությունը ընդհանրապես այդ գործը չեղավ։ Մազդարը Տեֆլայի առնայի մասին խոսեցինք, ապագա project ընկերությունը, որը որ այդ Ենոք-Հավանի հայտնի նորմալ բիզնեսներից էր, չէ։ Հիմա սնանկացման մեջ է։ Ապագան չէ, ապագա տուրը, project-ը տուրը։ Ապագա տուրն է հիմա սնանկացման մեջ։ Այնտեղ մի հատ արֆի կար։ Այդ արֆին ինչ էր անում։ Արֆին ուրեմն բայց շատ կարճ ասես։ Հա, արֆին
մի քանի դուստր ձեռնարկություններ ուներ Անիֆը, ընկերություններ։ Մեկը այդ ֆոնդի կառավարիչ ընկերությունն էր, որ ֆոնդներ կառավարում, երկրորդ դուստրը այդ Արֆին էր, Արֆի ՓԲ-ն, ինքը ինչ էր։ Ինքը crowdfunding-ի on-line հարթակ էր։ Հայաստանում միակը եւ ասում էին, որ աշխարհում միակը, որի օպերատորը պետությունն է, այսինքն որը պետությանն է պատկանում։ Ինչ էր։ On-line հարթակ է, որտեղ դու հայտ ես ներկայացնում, ասում ես ուզում եմ օգտվեմ այս on-line հարթակից եւ քեզ կանաչ լույս է վառում բանը Անիֆը կամ Արֆին, լավ չեմ հիշում, երբ որ քո առաջ կանաչ լույս է վառվում, դու այնտեղ կարողանում ես այդ հարթակի միջոցով on-line ներդրումներ ներգրավել։ Սա կա աշխատում է հիմա։ Այս ընկերությունը Անիֆի լուծարման process-ին, փակման process-ին զուգահեռ որոշեցին լուծարեն, որովհետև իրանք գրանցել է կենտրոնական բանկը եւ ոչ թե ռեգիստրը կամ դեպոզիտարիան։ Կենտրոնական բանկին դյում էին ներկայացրել, բայց այս վերջերս փաստաթղթերն էին նայում, հիմա Անիֆի լուծարային հանձնաժողովը, ոնց ասացի Արինֆը լուծարման մեջ է, իրանք որոշել են գնահատում իրականացնել եւ հունվարի մրցույթ են հայտարարել, որ Արֆին մի հատ գնահատեն։ Տեսնեն Արֆին ինչ արժեք է, որտեղ մի քանի անգամ փորձել են ծախեն, չի ստացվել։ iTrade սա ինչ էր անում, կա, չկա։ Դրա վերաբերյալ, եթե չեմ սխալվում, գլխավոր դատախազը հայտարարել է, որ քրեական գործ կա, բայց ֆոնդը այդտեղ ներդրում չի կատարել, կոնկրետ ինչ ընկերությունա կդժվարանամ հիմա ասել։ Մի հատ Import AM Group, սա ծանոթ է մեզ թե։ Դրանք այն ընկերություններ, որոնց հետ ոնց որ քրեական պատմություններ անցնում է։ Մի հատ հարավային տերմինալ կա։ Դա նախկին падգամավոր Հայաստան խմբակցությունից չէ։ Մխիթար Զաքարյանի Մեղրի նախկին համայնքապետ։ Գործում է այս տերմինալը։ Հա։ Հիմա գործում է։ Դե Hard Rock Cafe-ն գիտենք, աշխատում է։ Hard Rock Cafe-ի փայը վերցրեցին, հա։ Հա։ Եվ այդ շշերի կափարիչների արտադրությունը, որը կներես Hard Rock Cafe-ի պահով իրանք այդ կառավարության որոշումից հետո, որ օգոստոսին ասեց ես սկսել էին որ փայերը բանել, Hard Rock-ը չէր համաձայն, այստեղ խնդիր կար։ Եթե մասնավոր գործընկեր ասում է չեմ ուզում, քո փայը առնեմ, ինչ պիտի լինի, այստեղ այդ քրեական գործը ոնց որ դամոկլյան սուր լինի, գլխին կախված է։ Ճնշում։ Հա, բնականաբար։ Բայց մի հատ ուրիշ բան կա, որ իրանք երբ որ բաժնետիրական համաձայնագիր են ստորագրել, պարտավորություն են վերցրել այդ մասնավոր գործընկերները, որ երբ որ Անիֆը կամ ալճիշտ ֆոնդը ներկայացնի հետգնման պահանջ, իրանք պարտավոր են հետ գնել։ Ուղղակի այն ժամանակ պայմանները ուրիշ ա եղել, ու հիմա փուլերով Hard Rock-ի մյուս սեփականատերը 4 փուլով պիտի գումարը հետ տա, հələ որ 150 միլիոնն է հետ տվել։ Այստեղ մի ընկերություն էլ կա Երեմյաններն են, որը աշխատում է։ Աշխատում է Երեմյանները շատ շուտ դուրս են եկել 23 թվին կարծեմ։ Բան եք ուզում ասեիք, պարոն Բաղդասարյան։ Իսկ մենք որ քննարկում ենք այս ոդքասթից առաջ Անիֆի թեման, այսպեսի մի միտք եկա, որ կարող է անհրաժեշտություն կա մի նյութ գրել, ընդհանուր բարձ բացատրել, թե որ այս հոսած գումարներից որ ուր է գնացել, մի ամփոփ մի նյութ։ Գիտես, Անիֆը մի հատ մեծ ցանց է, որը եւ անմիջական ներդրումներ է ունեցել, ասենք նույն Fly Arna-ում, հարավային տերմինալում, Մասդարում, որոնք հիմա արդեն ուրիշներին են տվել պետական բաների հաստատությունների եւ ֆոնդի միջոցով է ներդրումներ կատարել, բայց հենց ինքը կամ ասենք Արֆին, հա, որի մի մասը ստացվել է, ասենք Երեմյան project-ը կարծում եմ իր ներդրումը իր նպատակին ծառայել է ի տարբերություն CFW-ի ու այս ցանցը որ նայում ես տարբեր գործառնություններ է կատարել Անիֆը իր ամբողջ այդ ենթակառուցվածքներով ֆոնդը հակաճգնաժամային ներդրումներ Fly Arna-ն ու Մասդարը արաբական փողեր Արգանք հարցի լրիվ մի հատ ամփոփ նյութ հնարավոր է գրել ամփոփ նյութ կլինի բայց կդառնա ոդքասթի քննարկման թեմա Այսինքն ավելի բարդ կլինի։ Այդ երեք որ խոսում ենք այդ թեմայով, որ պարզ բան անենք, ես նայեցի մեր դրսի ցանցի մեջ ընդգրկված լրատվամիջոցներից մեկը մի գրաֆիկայի վրա տենց պատմություն, մի գրաֆիկայի վրա ամբողջ պատմությունը տվել էր։ Ես մտածեցի, որ կարանք մի գրաֆիկայի վրա մի քիչ լեն, մեր այդ ամբողջ պատմությունը տանք։ Ես քանի որ հիմա լավ լուծում է, բայց քանի որ Անիֆ հիմա լուծարվում է ու սենց վերջն ամսաթվի դիտությամբ Անիֆը վստահաբար մահանալու է
դե գիտեինք այդ մասին, բայց արդեն լուծարային հանձնաժողովը սկսել է հաշվարկներ անել, որ պարտատերի պահանջները փակի, հայտարարեն լուծարման մասին։ Ես մտածում եմ, որ այտենց մի բան կարելի է սարքել սլակներով, թե Անիֆը որտեղ ինչ ուներ ու ում տվեց դա։ Որովհետև չէ որ չկորավ այդ բաները, ներդրումները, ինչ որ այդ գումարները գնացին պետբյուջե, մի մասը տվեց, ասենք, նույն Մազդարի փայեր տվեց էկոնոմիկայի նախարարությանը ու ԿՀԼ։ Բայց իհարկե այդ հոսքերը կարելի է պատկերացնել, բայց մի հանգամանք էլ կա, որ կուզեի դրա մասին խոսենք։ Քրեական վարույթ կա, Անիֆի առնչվող, Անիֆի տնօրենին առնչվող, այս քրեական վարույթով ովքեր են անցնում, մենք գիտենք Դավիթ Փափազյանն է անցնում։ CFW-ն է մենակ, որ հրապարակային հայտարարվել է, CFW-ի դրվագը հանրայնացվել է գլխավոր դատախազության կողմից եւ 3 հոգի է ներգրավել։ Ֆոնդի կառավարիչ ընկերության նախկին տնօրենը Բելա Մանուկյանը, որտեվ ինքն է պայմանագիր ստորագրել, որ այդ գումարները տրվեն CFW-ին։ Վերցնողը Կարինե Անդրեասյանը եւ Անիֆի այն ժամանակվա տնօրենը Դավիթ Փափազյանը, որը հիմա նաեւ միջազգային հետախուզման մեջ է։ Այսինքն քննչական կոմիտեն հանձնարարել էր հետախուզում հայտարարել, Ինտերպոլի ցուցակում ինքը այս պահին տես չի երևում, բայց պարտադիր չի երևա, որովհետեւ այդ ցուցակում երևալ չերևալը պայմանավորված է բան տվող, նոթիս տվող, այսինքն ծանուցում տվող ընկերության ցանկությամբ, ինքը կարծում եմ այս պահին հետախուզման մեջ է։ Իհարկե Դավիթ Փափազյանը այդ քրեական վարույթի նախաձեռնումից հետո սկսեց խոսել, հա։ Եվ հայտնի է իր տեղը։ Ուր է, որտեղ է։ Ասում եմ, դե ինքը նկարներել է հրապարակում, չի Լոնդոնում է։ Բրիտանիա, հա։ Մեր իրավապահները երևի գիտեն, չէ։ Դե հա, հաստատ գիտեն։ Բա բերել է ինչու՞մ է խնդրեմ, չեն տա, չէ, բրիտանացի։ Իրավական համագործակցության։ Այդ գիտենալու մասին մի անգամ այդ Արմեն Սարգսյանի գործը, որ ինձ բանը ԱԾՄ հարցաքննում էին, վերջը խոսելուց հետո հարցրեցի, Արմեն Սարգսյանին հարցաքննել եք, այդքան ինչ ասես տեղը չեն գտնում։ Ասում եմ, ո՞չ չեք գտնում, լսի, հայտարարություններ է տարածում այդ մարդը, ուզում եք հեռախոսը ունեմ, հասցեն տան ունեմ, բան, ասենց նայեց, ասես չէ, չենք ուզում։ Հիմա այս Փափազյանի պատմությունն է։ Բայց Փափազյանը այնտեղ գրում է եւ մեղադրում է ուրիշներին, հա։ Փաշինյանի թիմին է կարողան, որ դուք ապաշնորհության պատճառով մեր լավ գործը տանուլ տվեցիք։ Հա, այսինքն ծրագիրը իրանց պատճառով փլվել է։ Բայց եկեք արդար մյուս կողմից նայենք, եթե իր նկատմամբ քրեական հետապնդումը չլիներ, ինքը ձայն կհաներ։ Դե մենք չգիտենք, կարող է մինչև էտել է ձայն հանել, իրականում տենց շատ ներքին բաներ չգիտենք։ Մինչև Փափազյանի քրեական գործը եւ իր ազատում այդ արանքում որոշ ժամանակ կար, չէ՞։ Այսինքն երբ որ իրենք ազատեցին Դավիթ Փափազյանին պաշտոնից, դրանից հետո Փափազյան Ավինյան այդ թիմի ներկայացուցիչները սկսեցին հայտարարել, որ նոր թիմը, որը իրանք ասում էին Վահան Քերոբյանի թիմն է, նախկին էկոնոմիկայի նախարարի, իրանք մեր արած ամբողջ աշխատանքը ջուրն են գցել։ Իրանք մեղադրում են Քերոբյանին։ Քանի որ այս բանը, այս համատեղ ձեռնարկը, այսպես ասած, Անիֆը գնացել է քայքայման փակվում է, բարձր որ մեղավորներ են փնտրելու, մի թիմը մյուս թիմին է մեղադրելու, Ավինյանը Քերոբյանին է մեղադրելու, Քերոբյանը քրեական գործ կա։ Քրեական վարույթն էլ այնտեղ է, բայց այս քրեական վարույթով տրամաբանական կլիներ, չէ՞։ Խորհրդի անդամներն էլ գային, բացատրեին։ Դե կարող է հարցաքննել են, մենք չգիտենք, որտեղ շատ ինֆորմացիա չեն տալիս։ Կարող լինի, որտեղ խորհրդի անդամներն ահագին փոխվեցին։ Որ Ավինյանն էր խորհրդի նախագահ, խորհրդի անդամներ ասեցի այդ Դոմինիկ դե Վիլպենը Ֆրանսիայի վարչապետ եւ փոխվարչապետ Ավինյանի օգնական ու խորհրդականը, հետո որոնք գնացին քաղաքապետան, այսօր քաղաքապետանում են։ Այսինքն այդ երկու կանայք Ավինյանին ուղեկցել են ճակերտավոր Անիֆում, ուղեկցել են փոխվարչապետի գրասենյակում, այսօր ուղեկցում են քաղաքապետանում։ Այս Անիֆի շուրջ կատարվող իրադարձությունները, նաև քրեական վարույթը, ուզում եմ մի փոքր ավելի նենց լայն բանով նայենք, էլի։ Սովորաբար այս կարգի հարցերը իրավապահները տենց հանգիստ սովորական գործի նման են քննում։ Այստեղ կարծում եմ սա քաղաքական որոշում պետք է լիներ, որովհետև երկար ժամանակ մեր հրապարակումից հետո երկար ժամանակ ձեն չեն անում, ասում են ուսումնասիրում ենք բան, սպասում են թե քաղաքական որոշում կայացվի եւ կարծեմ հենց
այդ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո քրեական բացահայտեցին եւ որ ասես ձախողված էր, Բայց մի խնդիր կար, որը լրագրողը այդ հարցը տվեց, թե ինչի է մի քննիչ ընդհանրապես զբաղվում, չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, ոչ թե քննչական խումբ, այլ քննիչ։ Դե բնականաբար մի քննիչի չի կարող այդ հսկայական գործը արդյունավետ քննի։ Այդ ոչ մեկ չասեց, որ հարգելի գործընկեր մի քննիչի մասին չի խոսք, այլ ամբողջ քննչական խմբի, այսինքն ըստ էության այն ժամանակ գոնե հերքում չի եղել, որ մի քննիչ է զբաղվում։ Դա եւս չի հարց չի, իսկապես բայց դա եւս բան է։ Պետք է քաղաքական որոշում կայացվեր, որտեղ իրանց բանի թիմի կարևոր անդամներից մեկն է։ Դա գործը քննացնելու եղանակներից մեկն էր, դնել մի հոգու վրա ու ձգձգել։ Չեմ կարծում դա ուզում ասեմ քաղաքական որոշում պիտի կայացվի։ Հիմա քրեական գործում ներգրավում ենք փոխվարչապետին, թե չենք ներգրավում, որտեղ առանց իր ներգրավման այս գործը Հա, դա ամենակարևոր հարցն է։ Դա ամենակարևոր հարցն է, որովհետև միշտ այդ հարցը տրվել է, Ավինյանը հարցաքնվել է, Ավինյանը կա Անիֆի գործի մեջ։ Ինքը խուսափողական պատասխաններ է տալիս կարծեմ։ Մի անգամ հարցաքնվել ասել արդեն։ Մի անգամ հարց տվեցին, ասեց իմ հանդեպ չի կարող լինել քրեական հետապնդում։ Բայց հարցաքնվել Ավինյանը ասել է։ Հա, որ մեր մասին ինչ ասես չէր ասում, այդ կարծեմ այդ ժամանակ էր։ Դե ասեց, որ իր հանդեպ չի կարող լինել քրեական հետապնդում, ինքը վստահ է, որ չի կարող ներգրավի ըստ էության որպես մեղադրյալ, բայց հիշենք, որ այս Անիֆեզ ամեն ինչը ջրերից դուրս եկավ, այն բանից հետո, երբ որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով վարույթ հարուցեց հենց Ավինյանի վերաբերյալ։ Հետաքրքիր է իր այդ կարծիքը ով հաշվի առնելու։ Ավինյանի, որ ասում է իմ նկատմամբ չի կարող քրեական։ Այս պահին երևի հաշվի են առնում։ Դե հիմա չմոռանանք, բայց նաև նախընտրական շրջան է եւ այս կարգի զգայուն հարցերով շուտ տեղաշարժեր հնարավոր են լինել։ Ասենք Զոհաբերեն Ավինյանին առանցքային դեմք է։ Չասեմ զոհաբերեն, բայց օրինակ Անիֆով բացահայտում կարող լինի այս փուլում։ Մի քիչ կասկածում եմ, որովհետեւ Անիֆը այն թեման է, որ Անիֆը այս կառավարության ծնունդն է։ Ու Անիֆի մասին խոսելիս Փաշինյանը ինչ որ փուլ եկա, որ նոր Բաղդասարյանի ասած այդ խայտարակությունը, էսա այն է, հա, այդ տերմինները սկսեց օգտագործել, մինչև այդ գործը քնած էր։ Դրանից հետո ինչ որ էլի որոշ ժամանակ անցավ, որ անդադ լրագրողները գրում էին, մենք գրում էինք, դրանից հետո նոր այդ CFW-ի մասին հայտարարվեց, բայց հսկայական մի հատ ցանց է։ Եթե իսկապես ուզենան, մի քանի ընկերություններ կա։ Մենք գրեցինք նաև այդ նույն Բեռնափոխադրող ընկերության մասին, որ Փափազյանի ընկերն է։ Այսինքն այդ մարդիկ ոնց են պետությունից փող ստացել։ Okay, վերադարձել են գումարները, բայց այն ժամանակ ոնց եք դուք իրենց միլիոններ տվել։ Ո՞վ ասեն չեք մտածում, կարա բացահայտի այս իշխանությունը, այս Անիֆը։ Ես կարծում եմ չէ այս փուլում։ Չգիտեմ, ես չէ, մտածում եմ որ չէ, չեն բացահայտի, որ տենց կմնա երկար ժամանակ, հետո կփակվի մի օր։ Բայց մենք կգրենք այս ընթացքի զարգացումների մասին, դե մենք անդադ հարցում ենք ուղարկում, հա։ Չգիտեմ, ես շատ չխոսեցինք, տենց շատ չենք խոսում։ Հիմա կարանք կանգնենք։ Չեմ անում, մարդկանց հետաքրքիր է, պետք է իմանալ, իրանց հետաքրքիր է լսելը մեր այս բանը խոսակցությունը։ Դե այս եկեք, դե դեպքում եկեք այստեղ կանգնենք, համել այս առաջի թողարկումն է, քանի որ լինելու, մի հատ արձագանքները հաշվի առնելով մեր հաջորդ զրույցները կհասկանանք։ Թարապես պետք են թե պետք չեն, եւ եթե պետք են, արդեն բան ենք անում, հենց պատտվում ենք նույն բանի շուրջ։ Նոր բան չենք ասում։ Լավ, այդ դեպքում շնորհակալություն հայտնենք մեզ դիտողներին։ Ես հիշեցնեմ, որ մենք այստեղ հավաքվածներով այստեղ են Էդիկ Բաղդասարյանը, Հետքի գլխավոր խմբագիրը, Վահե Սարուխանյանը, Հետքի լրագրողներից փաստերը ստուգող թիմի ղեկավար, եւ ես Պետքի լրագրող Տիրայր Մուրադյանը։ Չմոռանաք բաժանորդագրվել Հետքի YouTube-յան ալիքին, կարող եք մեզ ֆինանսապես Հետքին օժանդակել Patreon-ի միջոցով, բաժանորդագրվեք Հետքին։ Հա ու գրեք զրույցը հետաքրքիր է, արժի շարունակել թե չէ։ Հա, կոմենտներ գրեք, կոմենտներ գրեք, դրանից է կախված, խոսենք թե չխոսենք։ Մենք կոմենտները շատ ուշադիր կարդում ենք։ Այդպես չի վա։ Տենց է։ Շատ լավ YouTube-ում։ Շատ լավ եղեք։